Նախ տեղեկացնեմ ձեզ, որ Ժամ վարչությունը խնդիրը քննարկել է իր վարչության նիստում, ընդ որում շատ մանրամասն, շատ բազմակողմանի, եւ օրակարգում մենք երկու խնդիր ենք ունեցել։ Ժամ վարչությունը ինքնուրույն մասնակցում ընտրություններին, թե ոչ, եթե չի մասնակցում, ինչու չի մասնակցում, եւ երկրորդը չմասնակցելու դեպքում որ քաղաքական ուժի հետ է պատրաստվում գնալ ընտրությունների։ Ասեմ, որ Ժամ վարչությունը նաև նախորդ 1921 թվականի 2021 թվականի ընտրության արդյունքները եւ հետևանքները հաշվի առնելով ուրեմն կայացրեց շատ ստապ ըստ ինձ շատ ճիշտ թողնելով բոլոր անձնական, կուսակցական ամբիցիաները, որոշում կայացրեց ինքնուրույն չմասնակցել ընտրություններին։ Հիմա թույլ տվեք նաև ընթերցեմ հայտարարությունը պաշտոնական Ժամ կուսակցության դիրքորոշումն է։ Ուրեմն Ժամ կուսակցության հայտարարությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալի արժան ընտրությունների կապակցությամբ։ Վերջին տարիներին մեր պետությունն ունեցավ ծանր կորուստներ, ենթարկվելով արտաքին ճնշումների եւ ներքին ապակողմնորոշումների։ Գործող իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք Արցախի հանրապետությունը։ Էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։ Հայաստանի հանրապետությունը հայտնվեց քաղաքական եւ հոգեբանական փակուղում։ Իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, ազգային եկեղեցին կազմաքանդելու, պատմական անցյալից հրաժարվելու, պարտության հետ համակերպելու վտանգավոր քաղաքականություն։ Այն թեզը, որ հրանցնում են իշխանությունները, թե Հայաստանը պետք է պարզապես հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, իջեցնի իր նշաձողը եւ սովորի ապրել մշտական նահանջի պայմաններում անընդունելի եւ մերժելի դիրքորոշում է։ Ժամ կուսակցությունը մշտապես գործել է կոլեկտիվ մտածողությամբ, ընդունել է համագործակցությունը որպես ապրելակերպ, եղել եւ մնում է պետությանը սատարող դիրքերում։ Պետություն, որն իր քաղաքացիների համար պարտավոր է ապահովել բարեկեցիկ, անվտանգ եւ արժանապատիվ գոյություն։ Հետևաբար ընդունելի է այն պետական քաղաքականությունը, որը հիմնված է ազգային շահի, իրատեսության ուժի եւ կոլեկտիվ պատասխանատվության վրա։ Մենք վստահ ենք, որ ուժեղ Հայաստան ունենալու համար ապագան պետք է կառուցվի հետեւյալ սկզբունքների վրա։ Ուժեղ եւ կազմակերպված պետություն, խաղաղություն միայն արժանապատիվ եւ անվտանգ պայմաններով, բազմավեկտոր, բայց ինքնիշխան արտաքին քաղաքականություն, ուժեղ բանակ եւ անվտանգության նոր համակարգ, ազգային արժանապատվության վերականգնում, քրիստոնեական արժեհամակարգի գերակայություն, պատասխանատու եւ մասնագիտական կառավարում։ Այս ընտրական փուլում մենք առաջնորդվում ենք ոչ թե անձնական համակրանքներով, ոչ թե զգացմունքներով եւ երազանքներով, այլ սթափ բանականությամբ եւ հարց ենք բարձրացնում. ով է առավել ունակ կանգնեցնելու Հայաստանի պարտությունների շղթան, վերականգնելու ազգային ոգին, ուժեղացնելու պետությունը, ապահովելով հանրային, բարեկեցիկ, անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։ Դատապարտելով իշխանությունների պարտվողական քաղաքականությունը եւ նրանց քաղաքական բռնաճնշումները հայ առաքելական սուրբ եկեղեցու, ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ բազմաթիվ արժանապատիվ հայրենիների նկատմամբ Ժամ կուսակցությունն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, կամ Հայաստանը վերջնականապես կգլորվի բռնապետական ռեժիմ, կամ մեր հանրությունը իր մեջ ուժ կգտնի ոտքի կանգնելու, պարտությունների շղթան կանգնեցնելու եւ Հայաստանը դուրս բերելու որակապես նոր հարթություն։ Այս իրավիճակից դուրս գալու համար
մեկ առանձին քաղաքական ուժի կարողությունները բավարար չեն։ Այն հնարավոր է իրականացնել միայն հանրության և քաղաքական միավորների լայն համագործակցությամբ։ Այդ իսկ պատճառով հժամի աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին և հույս հայտնում, որ նրանք առաջնորդելով վերը նշված սկզբունքներով կկարողանան իրականացնել լայն համախմբում և առաջնորդել դեպի հաղթանակ։ Մենք կոչ ենք անում մեր համախոհներին, ընկերներին, հայրենակիցներին ակտիվ մասնակցել ընտրություններին, դրան մոտենալ պատասխանատվությամբ և հավատով, որ Հայաստանը դեռ ունի հզորանալու հնարավորություն։ Եվ վերջում, այսպիսով ի գործ դեպի ուժեղ Հայաստան։